Մեզ հետ իրանագետ Փույա Հոսեյնին է։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նույնպես է շնորհակալություն։ Եվ այսպես իրանական պատերազմը թվում է անկախատեսելի դրսևորումներ է ստանում նախորդին իրանական դրոնները Նախիջևանի ուղղությամբ գրոհ են իրականացրել եւ լաջագույն ազդակներ են հղում արդեն թվում է թե հարավային Կովկասին։ Սա նշանակում է արդյոք, որ պատերազմը ընդլայնվելու միտում ունի։ Իհարկե Իրանի Պաշտոնական Թեհրանը հերքել է այս լուրը, բայց դա կարող է կապված լինի երկու սցենարին, կամ Իրանը խփել է վերջնական զգուշացումներ, դա որովհետև դեվիալներ բազմիցս Իրանը զգուշացրել է որ բոլոր հարևաններին, որովհետեւ եթե ձեր երկիրում գտնվի ռազմաբազաներ կամ հետախուզական կետեր թշնամին Իրանի թշնամիներին, Իրանի համար օրինական թիրախ է դառնալու եւ բազմիցս այդ զգուշացումից հետո չեն պահպանել նման Իրանի դեմ այդ ամեն ինչը եւ բախել է հիմա մենք տեսնում ենք արաբական պետությունները թիրախավորում են իրենց ռազմաբազաները, Միացյալ Նահանգների ռազմաբազաները իրենց դարաշքում եւ նաեւ Ադրբեջանին էլ մինչեւ այդ թիրախավորումը խիստ զգուշացրել է Իրանը մեկ սցենարը այն էր որ Իրանը առաջ է քաշում որ Իսրայելն է խփում որովհետեւ Իրանի վրա պատասխանատվությունը կսի եւ ավելի ընդլայնացնի այդ բոլոր վիճակները լուրեր կան որ Իմարաթում էլ մի քանի Մուսադի եւ Ամերիկայի գործակալներ են գտել որպեսզի պատրաստում էին մարտաշատ դեղերում ռումբ այթասնեն հետո կսեն Իրանի վրա այո կսեն Իրանի վրա մեկ սցենարը այն է մեկ սցենարը այդ է որ Իրանը թիրախավորել է վերջին զգուշացումը արել է եւ քաղաքական որոշում կա որ Իրանը հերկի բայց իրեն տեղյակ են որ Իրանը խփել եւ դա դարձել է վերջին զգուշացումը Ադրբեջանին Թեհրանը թեև հերքել է իր մասնակցությունը այդ գրոհներին, սակայն Բաքվի մտահոգությունները այդուհանդերձ չի փարատվել։ Բաքուն իր ուժային կառույցները բերել է բարձր պատրաստության, մասամբ փակել է նաև օդային տարածքը։ Ինչ է կարծում, ինչի է պատրաստվում Բաքուն։ Բաքու այդ մագարտակով չի, այդ չափով չի, որ կարողանա Իրանի համար սպառնալիք սարքի, իհարկե այնտեղ շատ Մուսադը շատ ակտիվ է, հետախուզական կետեր ունի, Իրանի վրա միշտ աշխատել են եւ եթե տեսնենք այս պատերազմի մասշտաբը, այդ պատերազմի մագարտակը Ադրբեջանը այդ մագարտակի Իրանը թիրախային սուսակներ ունի Ադրբեջանում, եթե փորձեն Իրանի վրա ինչ-որ ագրեսիա ցույցաբերեն, Իրանը հնանավոր է Բաքու Թիֆլիս Ջեյհանի նավթամուղը կամ իրենց նավթամուղները, իրենց տնտեսական պետք է Իրանին Եթե իհարկե Իրանը հիմա փորձում է որ վերահսկությունի տակ պահի պատերազմի դաշտը, բայց եթե ընդլայնվի այդ պատերազմը բոլոր այդ բեկորները, պատերազմի բեկորները բոլորին հասնում է։ Միջադեպից հետո Ադրբեջանի դեսպանը Միացյալ Նահանգներում հայտարարել է, որ Բաքուն պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում Նախիջևանում տեղի ունեցած հարվածից հետո եւ ընդգծել է, որ այդ հարցով Ադրբեջանը սերտ կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Ինչպես պետք է հասկանալ այս հայտարարությունը, արդյոք Բաքուն փորձում է միջազգայնացնել այս միջադեպը եւ ավելի մեծ աջակցություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Ինչքան նման փորձեր լինի Միացյալ Նահանգներից եւ Իսրայելի գոմիս աջակցություն լինի Ադրբեջանին, Ադրբեջանին ավելի խոսելի են սարքում նմանատիպ պայմանները մենք տեսնում ենք Իմարաթում, ինչքան փորձում են որ պաշտպանվեն եւ օգնություն ուզենան
Միացյալ Նահանգներից ավելի շատ խոսելի են դառնում Իրանի հանդեպ եւ այդ փորձերը սաղ զախողվելու է, որովհետեւ այս տարածաշրջանը ավելի հասանելի է Իրանի համար, Ոչ միայն հասանելի է, նաև շատ կարևոր հատվածն է, բայց Իրանը արդյոք ներուժ ունի միաժամանակ պայքարել տարբեր ուղղություններով եւ նաև երկրի հյուսիսը փորձել պաշտպանել, քանի որ դա ամեն դեպքում գիտենք, որ Թեհրանի համար կարմիր գիծ է հյուսիսային հատվածը։ Տեսեք, այս պատերազմ է, կամքի պատերազմ է, լինել չլինելու պատերազմ է եւ Իրանը ինչպես Իրանի ներուժը հիմա տեսնում ենք գետնի վրա, Իրանը միաժամանակ մի քանի պետությունի դեմ գերվում է, բոլոր տնտեսական հոսքերը, տնտեսական թիրախները խփում է, նաև ռազմական եւ Իրանին հաջողվել է, եթե 10-11 պետությունի դեմ հիմա գերվում է, մեկ ավել, մեկ փակաս է Իրանի համար տարբերություն չի տալիս, որովհետեւ դա լինել չինելու եւ գոյությունի պատերազմ է եւ բոլոր կարող է քաղաքական վերնախավ է Իրանին փորձեն, որ մեկ-երկու պետությունի հետ դենց փորձեն, որ հարաբերությունները չի վատացնեն, բայց կոնկրետ ռազմական խավի, ռազմական Իրանի ուժերի համար հրաման կա, որ եթե տեսնենք ցանկացած վտանգ Իրանի հանդեպ տեղում չզոքացնեն եւ թիրախավորեն։ Ուզում է Ադրբեջանում լինի, ուզում է Թուրքիայում լինի, ուզում է ցանկացած տեղ լինի։ Հրամանը դերված, եթե տեսնեն օջախ վտանգ եւ սպառնալիք Իրանի դեմ, իրեն պայտավոր են, որ այդ վտանգը չզոքացնեն։ Տեսեք, այս դեպքում եթե Ադրբեջանի հետ խնդիր եղավ, խնդիր կունենա նաեւ Թուրքիայի հետ։ Եվ սա բոլորը հասկանում են։ Այս դեպքում արդյոք Իրանի գործը շատ ավելի չի բարդանա, հաշվի առնելով նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Թուրքիային ձեր չի դալիս հիմա թույլատնել է այս պահին այդ փուլում ընդհանրապես իհարկե Իրանը լուրջ մերսակից է տարածաշրջանում Թուրքիային եւ միշտ հետևել է Թուրքիայի, որ Իրանը թույլատնի, բայց այս փուլում Թուրքիայի համար Իրանի թույլատնումը գբերի Իսրայելի առաջին հզորացմանը եւ ամբողջ տարածաշրջանում հաստատվել է որպես Իսրայելի միանակ հեգեմոն է տարածաշրջանում եւ դա Թուրքիային ձեր չի տալիս, որովհետեւ մյուս փուլին կհասնեն Թուրքիայի քայքայումը, Թուրքիայի թույլատնումը։ Դրա համար այս պահին ոնց որ փորձում են զսպեն ամեն հետևանքները այդ ամեն ինչից։ Եթե անգամ այդ դրոնների հարվածները Իրանի կողմից չեն, ուղղակիորեն Իրանը չի իրականացրել, ակնհայտ է, որ տարածաշրջանում բացվում են ճեղքեր, նոր ճեղքեր, որքան հավանական է, որ Իրանա-իսրայելական եւ Իրանա-ամերիկյան առճակատումը աստիճանաբար տեղափոխվի հարավային Կովկաս։ Հնարավորությունները մեծ են, որովհետեւ արդեն դեղի ունեցավ մի բախում, եթե դա երկարդեվի, կարող է երկրորդ ճակատել հարավային Կովկասում բազվի, եթե այդ սցենարին հետևենք, որ Իսրայելը թիրախավորել Նախճավանի օդակայանը, դա նշանակում է, որ Իսրայելը փորձում է Իրան եւ Ադրբեջանի մեջ էլ պատերազմ հրահերի եւ սա ցույց է տալիս, որ դա ցանկանում են նաեւ այլ ճակատներ բազեն Իրանի դեմ։ Դա Իսրայելի ցանկությունն է ըստ էության։ Արդյոք Իրանին դա պետք է այս պահին, հատկապես այս փուլում, երբ ինտենսիվորեն կրակահերթի տակ է ամբողջ երկրի գրեթե մեծ մասը եւ հանկարծ ճակատ բացվի նաև հարավային Կովկասում։ Իրանին պետք չի, բայց եթե վտանգ լինի Իրանին նաև հարավային Կովկասից, Իրանը պետք է պաշտպանվի, լիարժեք պաշտպանվի եւ լիարժեք պատասխան տա։
փորձը գա, որ տեղափոխեն այդ ամեն ինչը նաև հարավային Կովկաս, բայց ինչքան փորձում է Իրան, հիմա իհարկե պետք չի Իրան, որովհետև ավելի անվերահսկելի կլինի Իրանի համար այդ պատերազմի դաշտը գենգլանգվի։ Իրանը ավանդաբար արդեն ասացինք շատ զգայուն է իր հյուսային սահմանների նկատմամբ այս հարցում հատկապես Ադրբեջանի դեպքում եւ Ադրբեջանի տարածքում արտաքին ռազմական ներկայության մասով այս պատերազմի պայմաններում կարող է Թեհրանը ավելի կոշտ ազդակներ հղել Բաքվին, եթե ընդունենք, որ այդ դրոնները ամեն դեպքում արձակել է Իրանը։ Ես նշեցի երկու սցենարը կամ Իրան է եղել, Իրան է խփել կամ Իսրայել է խփել, եթե Իրան է խփել, դա բազի քաղաքական զգուշացումից ռազմական զգուշացումը կարա համարվի եւ եթե տեսնենք վարքանիցը ոնց է Ադրբեջանում, եթե նորից թույլ տան այդ հետախուզական գետերը ակտիվանան Իսրայելի հետախուզական գետերը Ադրբեջանում, դա կարող է շահունակական բնույթ ունենա այդ թիրախները, բայց եթե այդ զգուշացումը որպես փաստ ընդունեն եւ դադարեցնեն, որովհետեւ Ադրբեջանի վերնախավը ասում են մենք թույլ չենք տալիս Իրանի դեմ մեր դարաշքից գործողություն լինի, եթե իրոք Իրանը նեգատիվ որ դադարեցվել է, այդ ամեն ինչը ավարտվում է։ Ինչ եք կարծում հիմա Ադրբեջանը ինչին է սպասում, Թեհրանից պաշտոնական ներողության է սպասում, թե ինչ պետք է, ինչ գործողություններ պետք է որդեգրի այս ընթացքում, քանի որ ասացինք, որ ուժային կառույցները բերվել են բարձր մակարդակի, սպասում են, բայց ինչ հրահանգի են սպասում, դեռ ոչ ոք չգիտի, իսկ նախորդին Ալիևը հայտարարում էր, որ համարժեք պատասխան կստանա Թեհրանը, այսինքն ինչ է փորձում անել հիմա Բաքուն։ Համարժեք պատասխանը ինչ կարա դա Ադրբեջանը, եթե բոլոր շատ խոսելի է Իրանի համար Ադրբեջան երկիրը եւ բոլոր հասանելի են, եթե Իսրայելին է այդ մակարդակով Իրանը կարա վնաս հասրի Ադրբեջանը Իրանի համար ինչ է միայն քաղաքական ցամաքային զորք միգուցե մտցնի եւ այլն միայն քաղաքական դենս ներքին հանրությունի համար դենս քաղաքական հայտարարություն է որ կողասնի հանրություն է, բայց պատերազմի ռազմական մակարդակով ինքը չի կարա Իրանի հետ պատերազմի մեջ մտնի, ինքը լավ գիտի, փորձում է ինչ-որ իրավիճակը խաղաղ ձևով լուծի, ասի Իրանը ներողություն խնդրի, հիմա Իրանը կանի թե չի անի, դա երկրորդական հարց է, բայց ինքը ավելի շատ այդ հայտարարությունները այդ ռազմական բերել է բարձրաստիճան իրավիճակում, դա ավելի շատ Իրան ներքին հանրությունի համար կոհացնելու համար է։ Ինչ ազդակներ են պարունակում բոլոր այդ ռիսկեր են պարունակում բոլոր այդ ազդակները Հայաստանի համար։ Եթե հարավային Կովկասում անկայունություն լինի, իհարկե անվնաս չեն լինելու բոլոր հարավային Կովկասի երկիրները, բեկորները կհասնի բոլորին, կարող է տնտեսական խնդիրներ լինի, տնտեսական արդեն ունենք ըստ էության, տնտեսական ավելի խորանա եւ կարող է անվտանգային խնդիրներ լինի, բայց ամենակիչը հիմա ռիսկը ավելի քիչ է Հայաստանի համար, բայց ամեն դեպքում անկայունությունը երկարաժամկետ անկայունությունը եթե տեղափոխվեց հարավային Կովկասում, դա անվնաս չի մնա եւ անբաժին չի մնա նաեւ Հայաստանը։ Իսկ հավանական է համարում, որ դրոնները հասնեն նաև Հայաստան, շփոթվեն եւ հասնեն Հայաստան։ Եթե երկրորդ սցենարը Ադրբեջանի Նախճավանի դեպքը համարենք Իսրայելի կողմից է, նույն կերպ կարող է Հայաստանին էլ ինչ որ բան փորձի անել նման սցենարով, որ Հայաստան էլ խառնվի նման Իսրայելի ոչ մի կարմիր գիծ չունի։ Այսինքն թրիփի մասով նկատի ունեք ամերիկյան այդ կարող է ինչ որ գործողություն անի, որ քսի Իրանի վրա, եթե երկրորդ սցենարը Նախճավանի համար հավանություն կլինի։ Դուք երրորդ համաշխարհային պատերազմի հավանականություն տեսնում եք այս պատերազմով։
Եթե դա պատերազմը երկար տևի, հեվանություն կա, հենց հիմա էլ համաշխարհային պատերազմի նախանշին ենք 10 քանի երկիր, տասնյակ երկիրներ մասնակցում են փաստով եւ եթե երկար տևի հնարավոր է, որովհետեւ այնտեղ էներգետիկ խնդիր է ստեղծում ամբողջ աշխարհի համար, Չինաստանի համար մեծ խնդիր է լինելու եւ այլ ճակատներում Ուկրաինայու եւ Ռուսաստանի պատերազմի հարցը կարող է ավելի ընդլայնվի եւ Եվրոպայը խառնվի եւ այդ պատերազմի գեոգրաֆիա ավելի ընդլայնվի եւ դառնա փաստացի համաշխարհային պատերազմ։ Որ դեպքում դա կարող է տեղի ունենալ, որ դեպքում գերտերություններ կխառնվեն այս պատերազմին։ Այսինքն Միացյալ Նահանգները արդեն կա, նկատի ունեմ Չինաստան կամ Ռուսաստան։ Տեսեք, եթե ամբողջ աշխարհի անվտանգային համագարքը փլուզվելու ամեն ինչ հնարավոր է, այն ժամանակ է, որ կարող է Չինաստանը խառնվի, որովհետև ամբողջ այդ համագարկը փլուզումը եւ բոլորը փորձում են իրենց դերը ունենան, իրենց ուժը հաստատեն բոլոր տարածաշրջաններում, որովհետև այս պատերազմը որոշում է ապակա 20 տարի, 30 տարի, 50 տարի ով լինի ամենաուժեղը, ավելի գերտերությունը ամբողջ աշխարհում։ Այդ պատերազմը միայն ռազմական պատերազմ չի, նաև տնտեսական պատերազմ է, կապ ունի ուղիղ այդ պատերազմով Իրանի հարցը լուծելով ուզում են թիրախավորեն Չինաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը դիմադրում էր, Իրանը առաջին շարքում էր, Իրանից հետո այս ամեն ինչը այդ պատերազմը արևմուտք արևելք պատերազմ է կասնի Ռուսաստանին ու Չինաստանին։ Դրա համար պետք է փորձեն, որ այդ ամեն ինչը այստեղ կայունացնեն։ Եթե չկայունացնեն, դա լինելու է մեծ մասշտաբով եւ այն ժամանակ է, որ ուզի չուզի Չինաստանը պիտի խառնվի, որովհետեւ դա արդեն գերտերությունների ուժի հաստատում է ապակա 50 տարվա համար։ Ինչ կանխատեսումներ ունեք, որքան կտևի պատերազմը։ Միացյալ Նահանգները հաշվարկները 4 շաբաթ եւ մի քիչ կարող է ավել փակասի համար է իրենց ռեսուրսը, իրենց ռազմական ռեսուրսը կբավարարի այդքան եւ ավելի համար, բայց Իրանը պատրաստ է, դա կապված է ոչ մեկը չի կարող պատերազմի արդյունքը կանխորոշի, բայց ամեն դեպքում ինչ որ կամ տեսնում ենք Իրանի մինչեւ վերջին շունչը պայքարելու է, դրա համար ինչքան երկար տևի Իրանի ավելի շահավետ իրավիճակում կգտնվի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք իրանագետ Փույա Հոսեյնի հետ։ Ցտեսություն։